Ողջույն էջի բոլոր դիտողներին, այսօր կլինի Gong V12 հեռախոսի ներկայացումը, նախորդ վիդեոում ես ցույց տվեցի թե իր հետ ինչ էր եկել ու ավելի մանրամասն կլինի այս վիդեոում, Antutu-ի թեստավորումը հենց նոր վերջացավ ու նա մեզ տվեց 19571 ուրեմն բալ, ճիշտն ասած սա այս հեռախոսի համար նորմալ է, ոչ շատ լավ է, ոչ է շատ վատ, ուրեմն ռեյտինգով ինքը 15-րդ տեղն է այս ցանկի մեջ, ովքեր որ ուրեմն կուզեն ավելի մանրամասն, թող վիդեոն ուրեմն պաուզատան ու նայեն, այստեղ ինքը Vivo X5 Pro-ից Lenovo K3-ից ուրեմն հետ անգնում, դե ընդամենը $50 հեռախոս է, ինչ որ շատ բան պետք չի սպասել, բայց կա մի հատ բայց, որ ինքը GPS-ը լավ չի տենում, ճիշտ է, $50 ընդամենը մոտավորապես գինե $50, բայց գոնե GPS-ը ինչ որ չափով նորմալ աշխատել, ինքը օրինակ հիմա տեսեք, ես երբ որ այստեղ նստած եմ, ես մոտավորապես ուրեմն պատուհանից գտնում եմ մոտ 1.5-2 մետր ընդհանուր հեռացության, բայց ինքը ոչ մի ուրեմն կետ չի տենում, մաքսիմում ինքը տեսել է 6 կետ, ուրեմն հիմա ես դա նկարով ցույց կտամ։ Ես գիտեմ իհարկե, որ MTK պրոցեսորների վրա այդքան էլ լավ չի աշխատում ընդհանրապես GPS-ը, Qualcomm-ների վրա է ավելի լավ աշխատում։ Այստեղ ուրեմն հիմա ես ցույց կտամ ձեզ այդ նկարը։ Ուրեմն տեսեք, սա ուրեմն լավագույն արդյունքներ, որ ես կարողացա, բայց այդ այն դեպքում, երբ որ պատուհանը արդեն բացել էի, հեռախոսն դուրս նայ հանել, նա կարողացա ուրեմն 6 կետ տեսնի։ Դե մի քիչ եթե գոնե մի քիչ է լավ լիներ, ավելի հաստատ ավելի լավ կլիներ, որ մի քիչ GPS-ը ավելի նորմալ ուրեմն գտներ։ Այստեղ Antutu-ն ասացի GPS ասացի, multi-touch ուրեմն այստեղ ցույց տամ 2 ուրեմն հպում, երրորդը տեսեք, ինքը արդեն չի տենում, երբ որ երկուսը կպած է, երրորդը արդեն չի տենում, բայց ինձ թվում է, այսի օրինակ կան 2 հպումներ, երբ որ օրինակ նկար ենք նայում, երկուսով ավելի հարմար չի լինում, ուրեմն մենակ կարող ենք նկարն այսպես մոտիկացնել, երբ որ փորձենք սենց անենք կամ այսպես անենք, չի լինում։ Սա ուրեմն ամբողջ կողմերից է ինքը 2 մատ տենում, ոնց հասկացա, ուրեմն տեսեք, ամբողջ կողմերից ինքը 2 մատ տենում է, իհարկե այստեղ ինչ որ կորում է մի պահ, բայց նու էկրանը նորմալ է արած, IPS էկրան է այստեղ, ինքը կարելի ասել, որ ամբողջ կողմով 2 ուրեմն մատ միաժամանակ տենում է, այդ նորմալ է, չնայած իր գնի մեջ այդ հաստատ լավ է, բայց իմ համար մինիմում գոնե 5 մատ պետք է որ տեսնեմ, օրինակ իմ Galaxy S4-ը 10 մատ է միաժամանակ տենում, նաև այն Asus Ultrabook-ը, որը որ ես էլ իմ վիդեոների մեջ կա, դա եւս 10 մատ է տենում։ Ուրեմն սա ցույց տվեցի նախորդ վիդեոյում ես ուրեմն մոռացա ուրեմն ցույց տամ իր մեջի հիշողությունը, այստեղ մեկ վարքյան քիչ մոտիկացնեմ, այսինքն ուրեմն մեջի հիշողությունը այս հեռախոսի 8 GB է, օզում ընդամենը 1 GB, այստեղ հիմա ես ցույց կտամ, ուրեմն տեսեք, ոնց որ սովորական, այսպես ասած, չինական հեռախոս, իր մեջ կա 2 ուրեմն հիշողության չիպեր, առաջինը ուրեմն մեզ 98 GB է, որից 700 MB-ն է մեզ հասանելի, մյուսը ուրեմն տեսեք 544 GB, որից ընդամենը 1.93-ն է մեզ ուրեմն հասանելի, դե այնտեղ ես ասֆալտ ուրեմն 8-ն եմ գցել ու GTA San Andreas-ը, որը որ վիդեոյի ամենավերջում ուրեմն թեստավորումը կանեմ։ Իրականում հեռախոսը, սենց ասեմ, $50 համեմատ, մեր դրամով գալիս է, նու $50 էլ չէ, այստեղ $48, մոտավորապես գալիս է մի 23-24 հազար դրամ, այդ գնի մեջ էսի նորմալ հեռախոս է, ինչ որ շատ չեմ կարա բողոքեմ, շատ էլ գովամ, սովորական ուրեմն Android հեռախոսը, լավ է որ 1 GB է ու 8 GB է մեջ հիշողությունը, որովհետև լինում է որ նաև 4 է լինում, 4 GB-ի դեպքում ընդհանրապես արդեն 4-ը քիչ է։ Իմ համար օրինակ 16-ը արդեն նորմալ է, 8-ը էլի ինչ որ չափով մի քիչ քիչ է։ Ուրեմն նաև հա, էկրանի մասին, էկրանը իրականում լավ IPS էկրան է, ուղղակի այստեղ մի հատ այսպեսի մի բան ասեմ, ուրեմն էկրանի լույսը էլի եմ ասել, հիմա եւս կասեմ, չի հերիքում, ուղղակի մի քիչ ու շատ եթե կարողանային ուրեմն սարքեին ավելի լավ կլիներ։ Այստեղ էկրանի լույսը ուղղակի ամենաուժեղի տակ թեկուզ դրսում էլի չի բավարարացնում, ես ուղղակի հիմա այստեղ մի քիչ կիչացնեմ, որ չեմ անում ուրեմն վիդեոյի մեջ շատ լույս իշքան գիտեմ, որ մի քիչ պարզ չէ, մի քիչ հիմա կթուլացնեմ։ Ուրեմն սենց ասեմ, նորմալ ինքը հեռախոս է, ինքը ես իմ շատ
ինչ որ հզոր չի, բայց միաժամանակ էլ շատ թույլ չի։ Օրինակ, եթե Android-ը լիներ գոնե KitKat, ինքը վստահ եմ, որ ավելի լավ կաշխատեր, քանի որ Jelly Bean-ի դեպքում Ozone ավելի շատ է օգտագործվում, ինչքան Android-ը ավելի է ուրեմն թարմացվում, այնքան ուրեմն այդքան չի կախում, չի կտրտում։ Այսինքն 422-ը սրա վրա մի քիչ հին է, գոնե 4 կամ KitKat ինչ որ գցեն, կապ չունի 444 կլինի թե 440 կամ 1, չեմ իմանում։ Ուրեմն էկրանը ասել էի, էկրանը ինչքան գիտեմ չէի ասել, որ 5 դյույմանոց էկրան է, IPS էկրան է, պրոցեսորը MTK 6589T 4 յադյարանի, 8 մեգապիքսել ու 5 մեգապիքսել կամերաներն է, բայց չկա նման բան, 5 մեգապիքսել ու դիմացինն էլ ոչ թե, այսինքն հետևինը տված է 8 մեգապիքսել, դիմացինը 5, բայց իսկ ասեմ դիմացինը 5 է, հետևինը դիմացինը 2 է, հետևինը 5, որովհետև չի կարա սա այտենց 8 մեգա, այնտեղ գրած է որ 8 մեգապիքսել է կամ 5, բայց այդքան չկա, այդ հաստատ, ուղղակի այդպես են գրում։ Ուրեմն նաև ուրեմն հիմա ես ձեզ ցույց կտամ թե ուրեմն կամերայով ֆոտոներ եմ այստեղ արել, թե ոնց է ուրեմն նկարում, ուրեմն սկսենք հենց սրանից, ուրեմն տեսեք, սա նկարել եմ ես ուրեմն սպիշկան միացրած ինքը շատ լավ է նկարում, այս հեռախոսը ես մենակ նկատեցի, որ մի քիչ մութ վայրերում ինքը արդեն այսպես ասած լավ չի նկարում, ինքը շատ լավ լույսի ներքո կարում է հիանալի ուրեմն նկարի, տեսեք, այստեղ 5 մեգապիքսել հաստատ կա, ուրեմն սա սպիշկայով եմ նկարել, հետևի կամերայով, սա առանց սպիշկա եւս լավ է նկարում, առանց սպիշկա, ու սա հենց դիմացի կամերայով եմ արդեն ես նկարել, այս ուրեմն մտանք ստեղ, ահա, այստեղ, ուրեմն տեսեք, սա դիմացի կամերայով է ուրեմն նկարած, իրենց ասածով 5 մեգապիքսել, բայց դե միանգամից պարզ է դառնում, որ այստեղ 5 մեգապիքսել ուղղակի չկա, եթե ես ուղղակի սա ինչքան որ հնարավոր է այստեղ մոտիկացնեմ, իսկ հիմա ասենք փորձեմ մոտիկացնել մյուս նկարը, կտեսնեք ուրեմն տարբերությունը, ուրեմն նրա մեջ ամեն ինչ խամրած էր, սրա մեջ ամեն ինչ երևում է։ Կամերայի մասին էլ ուրեմն ասեցի, լավ է, ինքը նկարում իր գնի համեմատ ուղղակի այնի է մի քիչ լավ չի, որ այնտեղ գրում են ճոխացրած 8 մեգապիքսել, լինում է 13 մեգապիքսել գրում են, ու իրականում կամերայի մեջ էլ է դա այտենց ցույց տալիս։ Հիմա ես ձեզ էլ ցույց կտամ։ Այս ուրեմն դիմացի կամերան է, ես ուզում եմ մի հատ հետևինը ձեզ ցույց տալ։ Ուրեմն տեսեք։ Այստեղ ուրեմն տված է որ հələ այսպեսի մի բան էլ ասեմ, ուրեմն այնտեղ ինտերնետում գրած է 8 մեգապիքսել, բայց ոնց որ տենում եք արդեն ստե 12 մեգապիքսել է գրած։ Ինչ կարամ ասեմ, հաստատ չի լինի այդքան ուղղակի չի կարա լինի, ու ուրեմն այստեղի կամերան էլ 5 մեգապիքսել է ընդամենը, տված որ 5 մեգապիքսելանոց է սա, բայց նույնելի տված է այդքան, բայց այդքան չի կարա լինի, որովհետև իմ S4-ը այնտեղ 2 մեգապիքսել է, 21 մեգապիքսել է, հաստատ այս 5-ից ավելի լավ է նկարում։ Ուրեմն հետ էլ ուրեմն ասեցի, սենսորը ասենց աշխատացնելու ընթացքում ոչ մի ինչ որ կտրտոց չի տալիս, ոչ մի ինչ որ բան չի տա, ինչ որ կամ կախի կամ կտրտի, այստեղ ամեն ինչ նորմալ աշխատում է։ Ուրեմն նաև սենց մի հատ բան ձեզ ասեմ, ուրեմն դե քանի որ սա նոր հեռախոս է, ուրեմն արդեն աշխատանքից հետո պարզ կլինի, մի քանի ամիս օգտագործելուց հետո պարզ կլինի այս հեռախոսը էլի այտենց չի կտրտի, որովհետև ընդհանրապես եթե Android-ը համեմատում ենք iOS-ի հետ, iOS-ը խի չի կտրտում, այսպիսի մի բան ասեմ, որովհետև տեսեք iPhone-ի, iPad-ի, iWatch-ի, iPod-ի վրա է iOS-ը ստեղծած, ուրիշ ոչ մի բանի վրա չի լինում, իսկ Android-ը ինչքան սմարթֆոններ կա, դրանց վրա ուրեմն լինում է այդ օպերացիոն համակարգը, ուրեմն խի է Android-ը տենց կտրտում, քան ստե iOS-ը, ունակ iOS-ն էլ է կտրտում, բայց ոչ Android-ի չափ, որովհետև Android-ը, քանի որ նոր ասացի, որ սաղի վրա աշխատում, ինքը չի կարա սաղի վրա, բոլոր հեռախոսների վրա, ինքը չի կարա նորմալ աշխատի, դրա համար է Android-ը կտրտում, ու Այս ուրեմն այսպես ասած թեմայից դուրս բան ասեցի, բայց կարևոր էր ովքեր որ չգիտեն թող իմանան, ուրեմն ներկա պահին ես նորից եմ կրկնում, ինչ որ այսպես ասած լագեր, ինչ որ
գլյուկներ, ոնց որ ասում են, չեմ նկատում, ամեն ինչ նորմալ աշխատում է, իր գնի համեմատ էս նորմալ է։ Նաև $50 էի ես առել Kubo GT72-ը, այ եթե այդ հեռախոսը համեմատենք ուրեմն սրա հետ, 100% ես էսի կվերցնեմ, որովհետև թե էսի ավելի հզոր է նրանից, նրա մեջի հիշողությունը 512 մեգաբայթ էր, իսկ կոնկրետ սրանը 8 գիգաբայթ է։ Նրա ուզում 256 էր, սրանը 1 գիգաբայթ է, ուրեմն հաստատ ուրեմն սա կվերցնեմ, օրինակ եթե հիմա իմ ձեռքում լիներ այդ Kubo GT72-ը, ես կասեի, որ իր գնի համեմատած դա շատ թույլ հեռախոս է, իսկ էս ընդամենը $50 ու 24000 դրամով, էսի 24-23000 դրամով հաստատ ուրեմն իրեն արդարացնում է։ Անցնենք արդեն խաղերին, այստեղ ուրեմն GTA San Andreas-ը ես հիմա կմիացնեմ, այստեղ մի քիչ էլ կմոտիկացնեմ։ Ուրեմն ամենաուժեղի տակ իհարկե այն օր ինչ որ մի բան կատարվավ, ես չհասկացա, ինչ որ խառնվա մի պահ էկրանը, այդ ինչի տենց եղավ այդ մի բանը չեմ իմանում, մի հատ լավ, եկեք մի հատ միացնենք։ Վիդեոն արդեն ես երբ որ պատրաստ լինի, մի հատ ուշադիր կնամ թե տնամ այդ ինչ եղավ։ Ուրեմն չբացեց խաղը, եկեք մի հատ նորից մտնենք։ Ամենաուժեղի տակով չի լինում խաղալ, երբ որ արդեն մի քիչ թույլացնում ենք, նոր է լինում GTA San Andreas-ը, իսկ Asphalt 8-ի մասին թապես խոսք չկա, ամենաթույլի տակը էլ հեռախոսը կտրտելով է բացում, բայց էդ էլ ցույց կտամ։ Հիմա եկեք ուրեմն մի հատ GTA San Andreas-ը ուրեմն ցույց տամ։ Կամերան ֆոկուսը մի վայրկյան էսպես անեմ, որ բռնի։ Տեսեք, ուրեմն ես ամենաուժեղի տակ եմ ես խաղում, մի քիչ չեմ ասում, որ կտրտում է, բայց ամեն ինչ էսպես ուրեմն դանդաղ է մի քիչ լինում, այս ուղղակի չեմ կարող այդ բառերով բացատրել։ Այստեղ մի հատ настройки ուրեմն նայեմ, տեսնեմ հաստատ ամենաուժեղի տակ եմ դրել։ Այսի ուրեմն չէ, այստեղ չէր, ուրեմն պետք է մտնենք այստեղ display-ի մեջ։ Հա, տեսեք, ամեն ինչը, ուրեմն տեսեք, այստեղ яркостն եմ անգամ ուժեղացրել, որովհետև էլի եմ ասում, էկրանի լույսը թույլ է արած, այստեղ яркостի ուժեղացրելն է, որ ինչ-որ բաներ եվա, ուստեղ ամենաուժեղ գրաֆիկայի տակ է, ու ամենաուժեղի տակ էլ է լինում խաղալ, ուղղակի այդքան ուրեմն մի քիչ դանդաղ այնք ամեն ինչ քայլվում, այ երբ որ օրինակ ես մի քիչ իջացնեմ իր ուրեմն գրաֆիկան, օրինակ սպեց էֆեկտները մաքսիմումի տակ չդնեմ, այլ ուղղակի դնեմ վիսոկի տակ, այստեղ շողքերը դնեմ կլասիկա ու մի քիչ էլ այս սրանք իջացնեմ։ Ինձ թվում է արդեն հիմա այս պարամետրներով նորմալ կլինի խաղալ։ Հա, տեսեք, միանգամից չգիտեմ դուք այդ վիդեոյի մեջ ոնց կերևա, բայց ես միանգամից զգում եմ, այսպես ասած, թեթևություն, սենց ավելի արագ է ինքը ուրեմն քայլում, ինքը ավելի արագ է շարժվում, խաղը ավելի արագ է ընթանում, սենց ասած։ Ամեն ինչ նորմալ է, ինչ որ բաներ չեմ նկատում։ Լավ, ուրեմն սա ցույց տվեցի, հիմա եկեք մի հատ ասֆալտը ես ձեզ ցույց տամ, թե ամենաթույլի տակ, չէ, սխալ մտա, մեկ վայրկյան, ուրեմն այսպես է սա մաքրվում, այդ մի բանն էլ ասեմ, տեսեք, եթե ինչ-որ մի բան ենք բացել, սրա վրա սխմած պահում ենք, ուրիշ Android հեռախոսներ էստես տալիս է, որ ջնջենք, սա ուրեմն այստեղ նշան կա, սխմում ենք վրան ու արդեն ինքը մաքրում է ուզուի մեջից։ Ուրեմն տեսեք, նաև այստեղ գրած է, որ 343 մեգաբայթ զբաղված է 1 գիգաբայթից։ Եկեք Asphalt 8-ն էլ ձեզ ցույց տամ։ Ու այսօրվա վիդեոն կհամարենք ուրեմն ավարտված։ Հիմա Asphalt 8-ն էլ ձեզ ցույց տամ։ Տեսեք, անգամ մենյուն չի լինում նորմալ աշխատացնել, այստեղ մեկ էլ հա, բացեց սա, ուրեմն տեսեք, մի քիչ, արդեն երևում է, էլի ոնց է ուրեմն աշխատում, բայց մի հատ ես ձեզ ուրեմն ցույց կտամ։ Տեսեք, անգամ մենյուն չի լինում նորմալ աշխատացնել, այստեղ մեկ էլ հա, բացեց սա, ուրեմն տեսեք, մի քիչ, արդեն երևում է, էլի ոնց է ուրեմն աշխատում, բայց մի հատ ես ձեզ ուրեմն ցույց կտամ։ Այսպես է
Ձենն էլ է ընդհանրապես ցածր, եթե համեմատենք կուբոտի հետ, ձենը ցածր է, բայց մենակ դրանով, այնտեղ կուբոտը մենակ դրանով էր, այս հեռախոսից լավ, տեսեք, իսվա այստեղ պետք չի մանրամասնել, ամեն ինչ պարզ երևում է, թե ոնց է սենց ասած կտրտում, բայց կթողեմ նոր մի հատ խաղա հետ, ու տեսնեք, տեսեք, լինում է էլի խաղալ, բայց ամենաթույլի տակ սենց եթե կտրտում է, էդի լավ չի, այստեղ ուրեմն լավ, ուրեմն դուրս գանք այս խաղից, ու ստեղ ուզում մի հատ ինտերատով մանգամ, թե իր KPU է դա կոչվում, վիդեո սկերից ելա, ինչքան գիտեմ Mali 400 էր, Էդի արդեն հին է ուրեմն, չնայած այս պետք է որ անտոտուի մեջ էլ ցույց տա, հիմա մի հատ այստեղ կնայենք եւս մեկ անգամ, այդ մի բանը մոռացա ասեմ։ Ուրեմն ինֆորմացիայի մեջ, հա։ Այս ուրեմն սկզբից պետքա ցույց տայի, բայց լրի մտքից էս թռել էր։ Հա, ուրեմն գրաֆիչեսկի հեսա, ուրեմն CPU-ը, GPU-ը սխալ էի ասում, ուրեմն այստեղ Power-ը CGX 544MP, ճիշտ ասած սրանց ուրեմն ծանոթ չեմ, տեղյակ չեմ, պրոցեսորը MTK 6589, այստեղ 6589 էր, ինչքան հիշում, հենց AliExpress-ում էլ էր տենց գրած, մի վարքյան ուղղակի ճշտեմ, Android-ը 4, ուրեմն 2.2, այստեղ կամերան տեսնում եք, այստեղ էլ գրած է 12.6 ուրեմն մեգապիքսել, օզուն ուրեմն 967 մեգաբայթ, դե 1 գիգաբայթ, հա, պրոցեսորը 32 բիթանոց, 4 միջուկանի 4 դիադերանի պրոցեսորը, հա, դիմացի կամերան էլ 4.9 ուրեմն մեգապիքսել ու այստեղ էլ տենց կարևոր բաներ չկա ասելու։ Դե ուրեմն բավականին նորմալ հեռախոս է, մենակ այդ GPS-ի պահնա, որ մի քիչ եթե լավ լիներ, մի քիչ լավ լիներ, ավելի հաստատ հեռախոսի համար է լավ կլներ, այսինքն GPS-ը թույլ է ինքը, համեմատած, իր գինը նենց է, որ $50 է, բայց էլի $50 մեջ գոնե կարային մի քիչ որակով գոնե GPS-ը սարքեին, որ կարողանանք անգամ, այստեղ ես նստած կարողանայի ուրեմն տեսնել, թե ես որ մասում եմ, բայց կարևորը, որ ինքը էլ ինչ-որ չափով աշխատավ։ Կամերայի մասին էլ կասեմ, նորմալ է $50 համեմատ, ձենն է ցածր, այստեղ վերջում մի հատ էսպես ամբողջացնեմ, ձենն է ուրեմն մի քիչ ցածր, էկրանի լույսն է նաև, այսինքն ունի այս հեռախոսը իմ նայելով ունի ընդամենը 3 թերություն, առաջինը էդի ձենն է, մի քիչ ցածր է, երկրորդը էկրանի լույսը, եթե մի քիչ բարձրներ ավելի լավ կլներ, երրորդն էլ որ GPS-ը կարային մի քիչ ավելի լավ սարքի։ Իսկ լավ կողմերը կամերան իր գնի համեմատած շատ լավ է, պրոցեսորը որ 4 դիադերանի է ու 1.5 GHz, էդ էլ է ուրեմն հաստատ ավելի լավ, օզուն 1 GB ու 8 GB ներքին հիշողություն, որից մեզ հասանելի է 5 ու 44 GB-ը, էդ էլ է ուրեմն էդ էլ կասեմ, որ ուրեմն լավ է։ 5 դյույմանի էկրան IPS, ոնց որ հասկացաք, տեսեք, ուրեմն եթե TFT լիներ, այստեղ նայելով ուրեմն չեք տենա ոչ մի սպիտակ էկրան կլներ, չի խամրում ոչ մի կողմերից, նորմալ IPS էկրան է ուրեմն իր վրա, 720p վիդեո է ուրեմն սա բացում, ռազրիշենյան այստեղ 1280-ը 720-ի վրա, դե Bluetooth-ը ասել էի, որ 4-րդ ուրեմն վերսիան է, դե ուրեմն ուրիշ ինչ-որ ստեղ ուրեմն բաներ ասելու էլ չկա, ամեն ինչ ասեցի, խաղերը ցույց տվեցի, կամերան ցույց տվեցի, ամեն ինչ նորմալ է, բացի այդ 3 GPS-ից, էկրանի լույսը որ թույլ է, մեկ էլ ձենը, հնարավորինս դեպքում, որ սարքեին մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի, որակի առումով չեմ կարող ինչ-որ շատ բան ասեմ, կամերայի դինամիկի մասին, բայց որակականն էլ լավ է, ուղղակի ձենը համեմատած այն մի հեռախոսի, որը որ սրանից շատ թույլ է, այսինքն այն մի ասելով նկատի ունեմ Kubot GT72-ի համեմատ, այս սրա ձենը ավելի թույլ է։ Այստեղ նաև տեղն էլ կապ ունի, այստեղ ես երբ որ սխում եմ սեղանին, ձենը ավելի ուժեղ է լինում, քան ստեղ որ հանած։ Ես այնտեղ հիշում եմ Kubot-ը, որ
ցույց տվեցի, հենց այսպես է ուրեմն ձեր նստուգում, ինչ որ տեղ չեմ կպցնում, որ ավելի բարձր լսվի։ Եթե ես համեմատեմ Messi կուբոտի հետ, մի խոսքով սրա դինամիկը այդքան էլ լավը չի, եթե համեմատենք կուբոտի հետ։ Այսինքն դինամիկը GPS-ը ու էկրանի ուրեմն լույսը, որ մի քիչ էլ ուժեղ սարքեին, դրսի համեմատ դուրսը օրինակ էկրանը այդքան է པարզ չի երևա։ Մի քիչ եթե լույսը էկրանի լույսը լավ լիներ, հաստատ հեռախոսը կասեի, որ լիովին ուրեմն նորմալ հեռախոս է։ Լիովին ասելով նկատի ունեմ, երբ որ ասեի լիովին, ուրեմն GPS-ն էլա նորմալ կաշխատեր այդ դեպքում, էկրանի լույսներ ուժեղ կլներ, մի քիչ է ձենը, բայց քանի որ այդ 3-ը պակասում է, էլի կասեմ, որ $50 համեմատած, էլի էս հեռախոսը նորմալ է, որովհետև GT72 կուբոտն էլ էլի $50 էր, հələ էսի $48-ով եմ առել, այնի $51 էր, ինչքան հիշում, այնի սրանից վատն է։ Դե ուրեմն այսօրվա այս վիդեոն սա էր, անպայման գրանցվում ենք էջին, լայքերը չենք մոռանում, դուք էլ կարող եք իմ միջոցով գնումներ կատարել eBay-ից ու AliExpress-ից, սա պատվեր էր, սա հիմը չի, միացեք մեզ Одноклассникում, Facebook-ում ու Vkontakte-ում, ավելի հետաքրքիր վիդեոներ ես ասել եմ ու կասեմ ու ասելու եմ, որ ավելի հետաքրքիր վիդեոներ են էլի սպասվում, էլի ուրեմն կլինեն վիդեոներ, դե ուրեմն մինչ ուրեմն հաջորդ վիդեոն